Նանոլեկ կենսատեղագործական ընկերությունը Ռուսաստանի Կիրովի մարզում գործարկել է մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի հայրենական առաջին արտադրությունը։ Սա վիրուսանման մասնիկ է, այն չունի գենետիկ բաղադրիչ, ինչը նշանակում է, որ չի կարող բաժանվել, այն չի կարող առաջացնել պաթոլոգիական գործընթաց, բայց կարող է խթանել, որ մեր իմունային համակարգը արտադրի հակամարմիններ, որոնք կաշխատեն բոլոր այն վիրուսների դեմ, որոնց մարդը կարող է հանդիպել ապագայում։ Նանոլեկ ընկերությունը հայտնել է, որ պատվաստանյութը հասանելի կլինի 2026 թվականի երկրորդ կեսին։ Ցեգարդեքս պատվաստանյութի արտադրությունը կազմակերպվել է ամբողջական ցիկլով հակագենի ստացումից մինչև պատրաստի դեղահաբի թողարկում։ Այս պատվաստանյութը ստանալու համար ծախսվել է 7.5 միլիարդ ռուբլի։ Զանգվածային պատվաստումը մարդու պապիլոմա վիրուսի դեմ, որը արգանդի վզիկի քաղցկեղի հիմնական պատճառն է, թույլ կտա պահպանել հազարավոր կանանց վերարտադրողական առողջությունը և նվազեցնել մահացությունը ուռուցքաբանական հիվանդություններից։